Եթերում CBC FM-ի նորությունների թողարկումն է։ Խոսափողի մոտ են Գյուլնար Ղարաբաղլին եւ Բանովշա Շահալին։ Ադրբեջանը հատուկ նշանակություն է տալիս տարածաշրջանի Կենտրոնական Ասիայի բոլոր երկրների հետ ամենաբարձր մակարդակով համագործակցության համապարփակ զարգացմանը։ Այս մասին նախագահ Իլհամ Ալիևն ասել է ուզբեկական ուզա գործակալությանը տված հարցազրույցում։ Պետության ղեկավարն ասել է. «Ես կարծում եմ, որ Կենտրոնական Ասիայի երկրների եւ Ադրբեջանի միջև երկկողմ հիմունքներով հաստատված ռազմավարական գործընկերությունը ու դաշնակցային հարաբերությունները, ինչպես նաև մեր ակտիվ քաղաքական երկխոսությունը ու փոխադարձ այցելությունները կարևոր դեր են խաղում այս համագործակցության ձևաչափի հաջողության մեջ։ Վստահ եմ, որ Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների 7-րդ խորհրդակցական հանդիպումը կարևոր հանգրվան կլինի մեր եղբայրական ժողովուրդների միջև տարավոր բարեկամության ամրապնդման եւ քաղաքականության, տնտեսության, տրանսպորտի, ներդրումների, էներգետիկայի, մշակույթի, մարդասիրական եւ թվային վերափոխման ոլորտներում բազմամակարդակ համագործակցության ընդլայնման գործում», ասել է Ադրբեջանի նախագահը։ ՄԱԿ-ում Ադրբեջանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Թովիկ Մուսաևը եւ ՄԱԿ-ում Բոստվանայի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Չարլզ Մասոլեն Նյու Յորքում ստորագրել են համատեղ հայտարարություն երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ։ Փաստաթղթում արտահայտվում է Ադրբեջանի եւ Բոստվանայի երկրների եւ ժողովուրդների միջև փոխըմբռնման եւ համագործակցության խթանման մտադրությունը։ Նաեւ ընդգծվում է, որ երկու երկրների կառավարությունները դիվանագիտական հարաբերություններ հաստատելիս հիմնվում են ՄԱԿ-ի կանոնադրության եւ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերի եւ սկզբունքների, մասնավորապես պետական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների վրա։ Մշտական ներկայացուցիչները նաեւ նամակ են ուղարկել կազմակերպության գլխավոր քարտուղարին համատեղ հայտարարությունը որպես ՄԱԿ-ի փաստաթուղթ տարածելու համար։ ԱՄՆ-ի Պենսիլվանիա նահանգում գտնվող Ֆիլադելֆիա քաղաքի քաղաքապետարանի առջև բարձրացվել է Ադրբեջանի պետական դրոշը։ Այս որոշումը կայացվել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան նախաձեռնությամբ երկրի ազգային ինքնիշխանության առաջխաղացման շրջանակներում։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով 2025 թվականը Ադրբեջանում հայտարարվել է Սահմանադրության եւ ինքնիշխանության տարի։ Ադրբեջանական բանակի ուսումնավարժական կենտրոնում տեղի ունեցել հատուկ նշանակության զորքերի անձնակազմի բժշկական պատրաստության դասընթացի բացման արարողությունը։ Ինչպես տեղեկացրել են Պաշտպանության նախարարությունից, միջոցառմանը, որին մասնակցել են նաև միջազգային մասնագետներ, հատուկ նշանակության ուժերի հրամանատար գեներալ-մայոր Ալեքբեր Ջահանգիրովը նշել է, որ դասընթացի հիմնական նպատակն է կատարելագործել զինծառայողների հմտությունները, մարտադաշտում վիրավորներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու, տարհանելու եւ մարտական պայմաններում բժշկական ծառայությունների կազմակերպման հարցում։ Բացման արարողությունից հետո ուսումնասիրվել են անձնակազմի ծառայության եւ կենցաղային պայմանները, ինչպես նաեւ ժամանակակից բժշկական սարքավորումները, որոնք պետք է օգտագործվեն վարժանքների ընթացքում։ Ադրբեջանի ֆինանսների առաջին փոխնախարար Անար Քերիմովը հանդիպել է համաշխարհային բանակի գյուղատնտեսության եւ պարենի առաքելության հետ, որը ժամանել է Ադրբեջան։ Կողմերը քննարկել են գյուղատնտեսության եւ ոռոգման ոլորտում համագործակցության ներկա վիճակը եւ ապագա ուղղությունները, այդ թվում մրցունակ եւ կայուն գյուղատնտեսություն եւ ոռոգման ծառայություններ նախագծի մշակման, հաստատման եւ իրականացման մեխանիզմները։ Նշվել է, որ այս նախաձեռնությունը նպատակ ունի բարելավել Ադրբեջանի գյուղատնտեսական ոլորտի արտադրողականությունը, կայունությունը եւ մրցունակությունը, հատուկ ուշադրություն դարձնելով ոռոգման առաջնահերթ սխեմաներին եւ միջոցառումներին։ 2026 թվականի պետական բյուջեում կինոարդյունաբերության համար նախատեսված ֆինանսավորման բացակայությունը կարող է հանգեցնել զարգացման ներկայիս թափի կանգ առի եւ նորարարության համաշխարհային ինդեքսում Ադրբեջանի դիրքի թուլացման։ Այս մասին Ադրբեջանի Միլլի մեջլիսում հայտարարել է մշակույթի փոխնախարար Ֆարիդ Ջաֆարովը։ 2023-2025 թվականներին միջազգային նախագծերի իրականացման արդյունքում Ադրբեջանի տնտեսությունը հոսել $10 միլիոն։ Մասնակի փոխհատուցման մեխանիզմը ել ավելի է մեծացրել արտասահմանյան պրոդյուսերների հետաքրքրությունը մեր երկրի նկատմամբ։ Այս համակարգի ներդրումը կարող է մոտ $50 միլիոն ներդրումներ ներգրավել Ադրբեջան առաջիկա 3 տարիների ընթացքում, ասել է Ֆարիդ Ջաֆարովը։
Նախճիվանում կվերականգնվի ադրբեջանցի բանաստեղծ եւ դրամատուրգ Հուսեյն Ջավիդի գերեզմանի վրա կանգնեցված դամբարանը։ Այս կապակցությամբ Նախճիվանի ինքնավար հանրապետության մշակույթի նախարարությունը հայտարարել է դամբարանի վերականգնման եւ պահպանման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման մրցույթ։ Խանքենդիում տեղի ունեցել հեծանվավազք դեպի Ղարաբաղ հաղթանակի հետքերով նախագծի եզրափակիչ փուլը, որն իրականացվում էր երիտասարդ պրոֆեսիոնալ հեծանվորդների ակումբի կողմից։ Խանքենդիի, Աղդերեի եւ Խոջալույի շրջանների վերակառուցման, շինարարության եւ կառավարման ծառայության հասարակության հետ կապերի բաժնից հայտնել են, որ մրցումների նպատակը առողջ ապրելակերպի քարոզումն է երիտասարդների շրջանում, ազատագրված տարածքներում սպորտի զարգացման աջակցելը եւ Ղարաբաղի սոցիալ-տնտեսական վերածննդին նպաստելը։ Եզրափակիչ փուլը կազմակերպվել է Խանքենդիի հաղթանակի հրապարակում։ Իսկ այժմ եղանակի մասին։ Բաքվում եւ Շորենի թերակղզում սպասվում է փոփոխական անբավարարություն, հիմնականում առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիս-արևմտյան, օդի ջերմաստիճանը գիշերը կկազմի 9-14 աստիճան, ցերեկը 16-19 աստիճան տաքություն։ Ադրբեջանի մարզերում սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ, առանձին շրջաներում կդիտվի մառախուղ, օդի ջերմաստիճանը գիշերը կկազմի 6-11, ցերեկը 17-21 աստիճան տաքություն։ Լեռներում գիշերը 3-7, ցերեկը 10-15 աստիճան տաքություն։ Շուշայում, Խոջալույում, Խոջավենդում, Խանքենդիում սպասվում է 8-12, Աղդամում, Ֆիզուլիում 13-18 աստիճան տաքություն, Ջաբրայիլում, Զանգիլանում, Գուբադլիում 12-17, Լաչինում եւ Քելբաջարում 6-10 աստիճան տաքություն։ 102.7 FM